Արև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Մինչ ընդդիմադիր դաշտում Միսկրտոցին նոր թափ է հավաքում ԿՊ-ում նախընտրական եռուզեռը, ամեն երեքշաբթի նախատեսված վարչության նիստերին ԿՊԱ-կանների քննարկման առանցքային թեման գալիք ընտրություններն են, ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Շաբաթներ առաջ ձևավորվել է ԿՊ նախընտրական շտաբը, Փաշինյանը թիմին հանձնարարել է մինչև տարեվերջ նախընտրական կարգախոս ընտրել, որը տարեսկզբից պետք է սկսեն շրջանառել։ Վարչության անդամները պետք է կարգախոսների տարբերակներ, գրավոր առաջարկներ ներկայացնեն, որոնք կլինեն անխոցելի եւ աշխատող։ Իդեպ, ԿՊ ակտիվի կարծիքով շտաբում ամենաբարդ եւ պատասխանատու գործը Վահագն Ալեքսանյանինն է, անգամ կատակում են, թե նրանից է կախված ԿՊ-ի հաջողություններն ու անհաջողությունները։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ, որը պատկերավոր ասած համակարգելու է ոչ միայն ԿՊ-ի քարոզչական բլոկը, այլև մեդիատորը իրականացնելու քաղաքական հակառակորդների դեմ։ Հրապարակ օրաթերթը գրում է, թեպետ ԿՊ խմբակցության գրեթե բոլոր կանայք էլ առաջադրվել են եւ մեծ հույսեր ունեն, որ հաջորդ ժամկետում էլ կլինեն խորհրդարանում, քանի որ իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դեֆիցիտ կա, իսկ ցուցակում կանանց պարտադիր քվոտա դիցուք 150 հոգանոց ցուցակում առնվազն 50-ը պետք է կանայք լինեն։ Սակայն տեղեկություններ կան, որ նրանցից շատերը Փաշինյանը մտադիր է փոխարինել իր կնոջ Աննա Հակոբյանի կրթարշավի մասնակից կանանցով, թե նրանցից ովքեր են առաջադրվել, մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն կարծիք կա, որ ներկայիս падգամավոր կանանց մեծ մասը համենայն դեպս անցողիկ տեղերում չեն լինելու, նրանց անունները գրվելու են ցուցակի հետնամասերում։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ-ում գրեթե վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի, որովհետև չի համաձայնի շարքային падգամավորի կարգավիճակին։ Ժամանակ առաջ խոսք էր գնում, որ նրան դիտարկում են Հայաստանի նախագահի պաշտոնի համար, երբ Վահագն Խաչատուրյանի ժամկետը լրանա կամ նրան վաղաժամ հեռացնեն, սակայն կարծես թե այլևս այդ հարցը չի քննարկվում։ Փաշինյանը հիասթափված է Սիմոնյանից եւ պատճառը մասամբ նրա անձնական կյանքն է։ Բացի այդ, նա նոր ֆավորիտներ ունի, փոխարեն ըստ ԿՊԱ-կանների Ալեն Սիմոնյանն արտոնյալ կարգավիճակում կարող է ապրել եւս 10 տարի, քանի որ եթե արտահերթ ընտրություններ չլինեն եւ նա պաշտոնավարումն ավարտի հունիսին, ապա ըստ օրենքի գտնվելու է պետության պահպանության ներքո եւ առաջիկա 10 տարիներին ԱԺ պաշտոնաթող նախագահային հասանելիք բոլոր արտոնություններից օգտվելու է, այդ թվում թիկնապահներ, ծառայողական մեքենա, բնակարան եւ այլն, ինչը ԿՊԱ-կանների համոզմամբ Ալեն Սիմոնյանը կնախընտրի ցանկացած պաշտոնից, որը նաեւ պարտականություններ է ենթադրում։ Ասեմ, որ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի համար հետաքրքիր, այսպես փորձաճագար էր այս քաղաքականության ընթացքում։ Փաշինյանին պետք էր մեկը, որը հանրության աչքերում ավելի եղկելի, ավելի զզվելի կերպար լիներ, քան ինքը, եւ Ալեն Սիմոնյանը այդ դերը հրաշալիորեն կատարեց։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե հարցում իրականացնենք, այսքան աղետների մեջ, որ բերել է Նիկոլ Փաշինյանը, վստահաբար այդ աղետներում մասնակցություն ունի Ալեն Սիմոնյանը, բայց առաջին ջութակը չէ ինքը այս գործում։ Այնուամենայնիվ, այսքան աղետներ բերելուց հետո մարդիկ ավելի շատ զզվում են Ալեն Սիմոնյանից, քան Նիկոլ Փաշինյանից։ Այո, երկրորդ տեղում, պատվավոր երկրորդ տեղում Նիկոլ Փաշինյանն է, բայց առաջին տեղում չէ։ Որովհետև Ալեն Սիմոնյանը իր վարքագծով, քաղաքացիների վրա թքելով, իր ամբարտավան հայտարարություններով, լրագրողների նկատմամբ իր վարքով հասցրել է վաստակել մի այնպիսի հեղինակություն, որ անգամ ճակերտների մեջ հեղինակություն, որ անգամ ամենավատ հանրապետականները չունեին ժամանակին։ Եվ սա դիտավորյալ արված քայլ է, իմ կարծիքով, Փաշինյանին պետք էր նման մեկը, որպեսզի մարդիկ ավելի շատ իր նկատմամբ բացասական վերաբերմունք արտահայտեն, այնպես որ համաձայն եմ հոդվածագրի հետ, Ալեն Սիմոնյանը իրեն սպառել է այս իմաստով, Փաշինյան հիմա պիտի ազատվի այդ բալաստից եւ ցույց տա, որ ինքն էլ համաձայն չէ այդ վարքագծի հետ։ Մյուս կողմից Ալեն Սիմոնյանը ոգևորվել էր վերջերս, հայտարարում էր, թե խորհրդարանական լսումների ժամանակ ամենաշատ իր անունն են տվել, բայց չէր ասել, թե իր անունը տալուց հետո ինչեր են մարդիկ ասում։ Հաստատ լավ բան չեն ասում Ալեն Սիմոնյան։ Եվ
Փաշինյանը կընտրի նոր իհարկե Ալեն Սիմոնյան, բայց ինքը իրեն արդեն սպառել է։ Սիմոնյանը նաև ասում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, թե Փաշինյանը հեռացնում է իրեն խորհրդարանի խոսնակի պաշտոնից, վստահ են, որ ԿՊ-ն վերընտրվելու է, ոչ, շատերը վստահ են, որ ԿՊ-ն չի վերընտրվելու, բայց քո հարցը ամեն պարագայում լուծված է։ Եվ ԿՊ-ի վերընտրության հավանականությունը մեծացնելու համար առաջին հերթին պետք է ազատվել քեզանից, ինչը անելու է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնեմ նաև, քանի որ առիթը բացվել է Ալեն Սիմոնյանի մասին խոսելու, Սիմոնյանը օրերս հայտարարել էր, որ ինքը պատրաստ է գնալ ցանկացած ընդդիմադիր լրատվամիջոց եւ պատասխանել ցանկացած հարցի։ Այդ առաջարկին արձագանքեցի ես եւ կոնկրետ առաջարկ հնչեցրեցի գալ մեր տաղավար, պատասխանել մեր հարցերին, սրան հաջորդեց այն, որ իր մամուլի խոսնակը ասաց, որ ողջունում է մեր առաջարկը Ալեն Սիմոնյանը, բայց կարծում են, որ ես, այսինքն պիտի ներգրավեմ այլ խմբագիրների այդ հարցազրույցում, նման միտք չէր հնչել։ Հետո ես դրան էլ պատասխանեցի, իրենք ընդհանրապես հրաժարվեցին գալ մեր տաղավար, այսինքն Ալեն Սիմոնյանը վախեցավ գալ մեր տաղավար, որովհետև ինքը կարող է գնալ Arm-Comedy, պատասխանել տղաների հարցերին, ոչ սուրճ, ոչ քաղաքական հարցերին եւ կարծել, թե ընդդիմադիր լրատվամիջոց է գնացել եւ հարցերի է պատասխանել։ Որևէ պարագայում ես ձեզ վստահեցնում եմ, Ալեն Սիմոնյանը կվախենա գալ մեր տաղավար, կվախենա գնալ այնպիսի լրատվամիջոցի տաղավար, որտեղ իրեն շատ դժվար հարցեր են տալու եւ հարցեր տվողները կարող են նաեւ խաչաձև հարցեր տալ։ Ցավում եմ, որ այդքան վախեր ունի Սիմոնյանը, բայց դա հիմա էդ է, մարդը ինչ անի, իր բնույթից, իր բովանդակությունից չի կարող դուրս գալ։ Հրապարակ թերթը գրում է. երեք իշխանականները մեծ հրճվանքով տարածում էին եպիսկոպոսած հայտարարությունը, գուժելով Վեհափառի կաթողիկոսության վախճանը։ 9 եպիսկոպոսի ստորագրությամբ նրանք դատապարտում էին Գարեգին II Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը կոծկելու համար։ Գրության տակ 13 անունից կազմված ցանկ էր, սակայն ստորագրել է 9 հոգևորական։ Ստորագրողների թվում են Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Արաքել Քյարամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, ԵՊ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան Ժամկոչյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը եւ Մայրաթորի տեսուչ Արտակ Սրբազանը։ Երկու անձի Հովնան եւ Սիոն arczepiskopոսների ստորագրության դիմաց դրված է ԻՏ, այսինքն իր տեղի։ Նշանը նշանակում է փոխարեն, այսինքն այլ անձինք են ստորագրել այս մարդկանց փոխարեն։ Ստորագրածներից ոմանք իրենց վարկով ու կենսագրությամբ խոցելի են, իսկ Արաքել Քյարամյանի զավակի մասին ողջ աշխարհը գիտի, նա քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է։ Ես հիշեցնեմ, որ այն, որ Արգիշտի Քյարամյանը Արաքել Քյարամյանի Էլբեկ Քյարամյանի որդին է, մենք ապացուցել ենք 2018 թվականին, այն ժամանակ հետաքննական հոդված էինք հրապարակել եւ ցույց էինք տվել, որ Հայաստանում կա մի Էլբեկ ընդամենը, եւ այդ մի Էլբեկը բնակվում է այն հասցեում, գրանցված է այն հասցեում, որտեղ գրանցված է Արգիշտի Քյարամյանը, եւ Արգիշտի Քյարամյանի հայրանունը Էլբեկ է, Արգիշտի Էլբեկի Քյարամյան, այս հրապարակումից հետո Քյարամյանը հրաժարվեց իր հորից, ասելով, որ իր հայրը չի Էլբեկ Քյարամյանը, հետո հրաժարվեց նաև ասել, թե ով է իրականում իր հայրը։ Եվ մինչև հիմա էլ հանուն պաշտոնի Արգիշտի Քյարամյանը շարունակում է թաքուն պահել իր հոր իսկությունը, ով է իր հայրը իրականում, եթե Էլբեկ Քյարամյանը չի, չնայած նրան, որ Էլբեկ Քյարամյանը արդեն ասին գրանցված է նույն հասցեում, ինչ Արգիշտի Քյարամյանը, այդտեղ էլ բացատրություն չկա, այդ մի Էլբեկը ինչի է իրենց հասցեում գրանցված։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ազգային ժողովում այսօր առավոտյան ժամը 9:00-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ կներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծ եւ կառավարության հեղինակած մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Այս շտապողականությամբ նախատեսվում է նախագիծն ընդգրկել առաջիկա դեկտեմբերի սկզբին կայանալիք քարոզիայում։ Իշխանություններն այնքան ոգևորված են այս չարչրկված նախագծով, որ մինչ խորհրդարանական ընտրությունները դրա ընդունումը դարձել է ոչ միայն օրակարգային, այլ նաև կենսական ՔՊ-ի հեղինակության համար։ Քանի որ նախընտրական փուլում այս նախագիծը խոստումներից մեկն է եղել, այն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը իշխանությունը լրացուցիչ հնարավորություն կտա գլուխ գովելու, սակայն հասարակ քաղաքացու համար նախագիծը փաստացի կդառնա նոր հարկատեսակ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՔՊ-ի դեմքով միայն ամենայն հայոց կաթողիկոսի եւ որոշ հոգեվորականների դեմ չէ, որ արշավ է սկսել։ Նոյեմբերի 21-ին իրավապահները ձերբակալեցին, ապա դատավորի որոշմամբ կալանավորեցին Աֆոն Մականունով հայտնի քրեական ենթամշակույթի աստիճանակարգով ամենաբարձր տեղը զբաղեցնող օրենքով գող Ռաֆայել Խոյեցյանին, մասիվցի Ժիրո Մականունով հայտնի Պարույր Աղաջանյանին։ Նրանք ըստ իրավապահ շրջանակի կալանավորվել են այն բանի համար, որ իշխանությունը քաղաքական պահանջներ է դրել նրանց առաջ, ինչի շուրջ համաձայնության չեն եկել։ Այլ կերպ ասած, ՔՊ քաղաքական վերնախավը ընտրություններին ընդառաջ որոշել է, որ քրեական ենթամշակույթ կրող ասել է, թե ձայն ունեցող ուժերին կամ իրենցով պետք է անեն կամ ուղարկեն բանտ, որ չխանգարեն իրենց ընտրական գործողություններում, խոչընդոտներ չհարուցեն։ Նկատելի է, որ այս առումով բավականին խելացի է գտնվել օրենքով գող ԶԱՊ-ը Անդրանիկ Սողոյանը, որը ՔՊ պահանջներին ընդառաջ է գնացել արդեն երկար ժամանակ եւ ազատ ապրում է, ստեղծագործում իր աշխարհում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի աղբյուրների տեղեկացմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն ունի իր նախընտրելի թեկնածուներին ամենայն հայոց կաթողիկոսի հնարավոր հաջորդի համար։ Որպես հիմնական երկու թեկնածուներ դիտարկվում են ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը եւ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ան, որոնք կպահեն լոյալություն մինչեւ տեսնեն, թե իրավիճակը ինչպես կհանգուցալուծվի։ Գործող իշխանությունը կարող է ապահովել իր պատկերացրած նոր ազատ դաշտն ու վերաբաշխված ազդեցություն հայ առաքելական եկեղեցու Գարեգին II լիազորությունների ավարտից հետո։ Հիշեցնենք, ԱրմլուրԵՄ-ը 3 հրապարակեց սցենար, ըստ որի Գարեգին II-ի հեռացումը արդեն ընթացքի փուլում է։ Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, իրավապահները արդեն սկսել են թեմական առաջնորդների անհատական այցերը, ներառյալ նրանց, ովքեր ստորագրել էին կամ չէին ստորագրել եպիսկոպոսատ ժողովից հետո տարածված հայտարարությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հաջորդ տարի շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատվություն է ստանձնելու պատշաճ իրականացնելու COP17 համաժողովը շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գլխավոր դերակատարն է, իսկ փոխնախարարներն իրենց մասով ներդրում են ունենալու։ Անդրադառնանք փոխնախարար Արամ Մեյմարյանին, որ համակարգում է բնության հատուկ պահպանվող տարածքների եւ կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը, կլիմայական քաղաքականության վարչությունը համակարգում է նաև բնապահպանական պոակները։ Փոխնախարարի համար նախորդ տարի բավական արգասավոր է եղել։ Արամ Մեյմարյանը տարեսկզբին հայտարարել է 2 անշարժ գույք՝ 1 բնակարան Երևանում եւ 1 հողամաս նոր արտամետ համայնքում։ Նախորդ տարի նա անհատական բնակելի տուն է նվիրատվություն ստացել Էրեբունի վարչական շրջանում։ Մեյմարյանը փոխնախարար է դարձել 2022 թվականին, մինչ այդ 2016-ին գնել է Lexus Magnish մեքենա։ Փոխնախարարը նախորդ տարի ամերիկյան ավտոաճուրդից գնել է Mercedes-Benz Magnish մեքենա 18 միլիոն դրամ արժեքով։ Նույն տարում Մեյմարյանը Mercedes-Benz-ը վաճառել է 20 միլիոն դրամով, շահելով 1 միլիոն 400 հազար դրամ, իսկ Lexus-ը 10 միլիոն 200 հազար դրամով։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 9 միլիոն 982 հազար դրամ եւ $333։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 40 450 ԱՄՆ դոլար, 750 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 87 միլիոն 186 հազար դրամ, որից 14 միլիոն 36 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է շրջակա միջավայրի նախարարությունից։ Եկամուտներից 18 միլիոն 950 դրամը փոխնախարարը նվիրատվություն է ստացել հորից Գևորգ Մեյմարյանից, իսկ 3 միլիոն դրամը Վարդուհի Մեյմարյանից։ Եկամուտներից 30 միլիոն 200 հազար դրամը մեքենաների վաճառքից ստացած եկամուտն է, 21 միլիոն դրամը ստացած փոխառություն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Սիրելի ընկերներ, առաջադրվել եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Ընտրություններում ձեզ խնդրելու, հորդորելու եւ առաջարկելու եմ ընտրել ՔՊ-ին։ Երեկ այս մասին հայտնեց Վոլոդիա Հակոբյան անունով մի երիտասարդ։
Կմտածեք ով է նա, հայտարարել է առաջադրվելու մասին։ Նա ԿՓ քարոզիչներից է, օրու մեջ հանրայինի եթերում կռիվ է անում, բղավում ու փորձի նմանվել Նիկոլ Փաշինյանի ճղճղան կերպարին։ Մենք տեղեկացանք, որ Վոլոդիա Հակոբյանը նախկինում առաքիչ է աշխատել, հասկանալով, որ առաքիչի գործով դժվար է ապրել, մտել է ԿՓ քարոզչական թիմ, հիմա էլ որոշել է պատգամավոր դառնալ։ Այսպիսով իշխանությունը թեև մեծ պլաններ է գծել, քաղաքական ամբիցիաներ առաջադրել, բայց դեռ ԿՊ-ի հույսը նախկին առաքիչներն են, կասկածելի կրթական ցենզով, կասկածելի անցյալով։ Այսօր այսքանն էինք նախատեսել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք եկող շաբաթ։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48